Ողջույն բարեկամներ, ձեզ հետ Մայքուրիների վարժան խոհարարական ալիքն է եւ այսօր մեր խոհարարական ալիքի եթերում պինդ ունիվերսալ խմոր, բաղադրիչները ալյուր, աղ, ձու, ջուր։ Սկսենք նրանից, թե ինչ պատրաստել այս խմորով։ Պատրաստում ենք խինկալի, պերմենի, վարենիքի, նույն մոտեցումն է ինչ խինկալիին, պարզապես փոքր չափերով։ Կարող ենք լցոնել միսը, կարտոֆիլ, պանիր կամ նույնիսկ քաղցր միջուկ, բալ, կաթնաշոր։ Կարող ենք պատրաստել մակարոնեղեն, տնական պաստա։ Բարակ գրտնակում ենք, կտրատում շերտերով, ստացվում է տնական լապշա, կարելի է եփել ու մատուցել սոուսով։ Կարող ենք պատրաստել մանթ, խինկալիի նման է, բայց հաճախ ավելի բաց ձևով են փակում եւ գոլորշու վրա են եփում։ Կարող ենք պատրաստել տապակած կարկանդակ, թեև դասական կարկանդակը խմորիչով է, բայց այս խմորով էլ կարող ենք բարակ բացել, միջուկ դնել ու տապակել։ Ստրուդելի նման տարբերակներ, շատ բարակ բացում ենք խմորը, ներսում խնձոր, ընկույզ կամ պանիր դնում եւ թխում։ Պատրաստում ենք խմորով ապուր, լապշա, պարզապես կտրատում ենք բարակ շերտերով ու ավելացնում ապուրի մեջ, ստացվում է տնական լապշայով ապուր։ Եթե ստացվել է այնպես, որ խմորը շատ է, կարող եք նաև սառեցնել, բաժանում եք մասերի, փաթաթում եք սննդային թաղանթով, դնում եք սառցախցիկ, մինչև 1 ամիս նորմալ պահպանվում է։ Հիմա մյուս հարցը, ինչպես փափկեցնել խմորը նշվածներից բացի այլ բան պատրաստելու համար։ Ինչ անել, որ փափկի խմորը եւ ինչ պատրաստել այս փափկեցրած հասունացած խմորով։ Ուրեմն ավելացնում ենք խմորին մի քիչ տաք ջուր, սկսում ենք օրինակ 1 ճաշի գդալից ու նորից հունցում, ըստ ձեր խմորի պնդության կարող եք քիչ-քիչ ավելացնել տաք ջուրը, կարող եք նաև քիչ բուսայուղ կամ հալեցրած կարագ ավելացնել, դա էլ է փափկեցնում խմորը։ Խմորը թողնում ենք հանգստանալ 15-ից 30 րոպե ծածկած վիճակում, այդ ընթացքում կրկին կբարձրանա խմորը ու կփափկի։ Հիմա եթե շատ պինդ է խմորը, կարող եք ձեռքերով թեթև թրջել ու շարունակել հունցել։ Կարևոր է ջուրը միանգամից շատ չավելացնել, որպեսզի խմորը չդառնա շատ փափուկ ու կպչուն, շատ լավ տարբերակ է հացի համար։ Իսկ եթե ցանկանաք ուրեմն հաց թխել, ուրեմն աստիճանաբար տաք ջուրը պետք է ավելացնեք այնքան, որ ստացվի հացի խմոր, ավելացնեք խմորից, շաքարավազ, աղ, եթե պակաս է ստացվել եւ ձեթ, լավ հունցում եք, ծածկում, թողնում մինչև խմորը հասունանա, այնուհետև թխում եք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։